Բարեօր սիրելի հետևորդներ, այսօր կանդրադառնանք ծառերի էտին եւ այս պահին իմ առաջ դեղցի ծառն է եւ փորձենք էտել այս ծառը, ընդհանրապես լավ կլինի մինչեւ բողբոջների ուռչելը կատարել էտը, բայց երբեմն եթե ինչ-ինչ պատճառով ձգձգվում է, ամեն դեպքում շատ անհանգստանալ պետք չի, հեռացրեք այն ճյուղերը, որոնք խանգարում են ձեզ, անկախ նրանից, որ կան էտի տարբեր տեսակներ, էտ ուղեկցողով, հարկերով, էտ մեր մոտ հատկապես կարևոր է բաժակաձև էտը։ Ինչու բաժակաձև էտը, որովհետև այս դեպքում քամու ազդեցությունը լինում է բավականին նվազ, երբ որ մենք էտ չենք կատարում նորմալ կամ ուղեկցողը թողնում ենք, այդ դեպքում քամուղությամբ անմիջապես թեքվում են։ Իսկ բոլորս գիտենք, եթե ճյուղը թեքվեց, հատապտուղը թեքվեց կամ ցանկացած մշակաբույս արդեն թեքվեց, նա ազդում է բխատվության վրա, քանի որ հյութաշարժությունը շատ հեշտ չի կատարվում, այսինքն նրանք ստիպված են հաղթահարել այդ արգելքը։ Շատ կարևոր է, որ ծառի վրա մենք այսպես ունենանք բաժակ, ունենանք 3-ից 4 հիմնական ճյուղեր, այնպես, որ մեկը մյուսին չստվերացնի։ Պատկերացեք հյուսիս, հարավ, արևելք եւ արևմուտք։ Կոնկրետ այս դեպքում ծառերի դասավորությունը այսպես է։ Երբեմն, եթե հնարավոր չէ, կարող եք պարզապես թողնել ընդամենը 3 ճյուղ։ Այս մի ճյուղից միանգամից 4-5 ճյուղ է, որոնք իրար հետ մրցակցող ճյուղեր են եւ իրենք հաստատ կազդեն բերքատվության վրա։ Սրանք կոչվում են նիզակներ, որոնց ծայրերին գտնվում են հիմնական պտուղները։ Սակայն այս դեպքում սրանք կարող ենք թողել, որովհետև իրենք կարճ են, իսկ այս դեպքում, եթե իրանք երկար են, մոտ թողում ենք 3-ից մինչև 5 ծաղկաբողբոջ։ Տեսեք, սրանք բերքատու շվեր են։ Այս մեկն հեռացնենք։ Հեռացնենք։ Ինչու այսքան նոսրացրինք, դուք տեսեք, ընդամենը ամռանը, երբ որ գաք, այս ամբողջը կլցվեն տերևներով, այն ժամանակ մենք արդեն կկատարենք կանաչ էտ։ Մեջտեղից նորից կսկսենք հեռացնել կանաչ էտը, ինչն է կարևոր, որպեսզի քամին շատ լավ, ասենք, միջանցիկ քամին անցնի ճյուղերի արանքում եւ հիվանդությունների եւ վնասատուների ռիսկը լինի նվազագույնը։ Շնորհակալություն։